ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Լրության րոպե ԵԽԽՎ դահլիճում հայկական պատվիրակության ներկայացուցչի անսովոր ելույթը եւ հայկական նորորակարգը նույն դահլիճում, ինչպես եւ ինչու փոխվեց հայկական դիվանագիտական խոսույթը։ Քրեական վարույթ վեհափառի եւ եպիսկոպոսների դեմ, իրավական գործընթաց թե ճնշման գործիք, ինչ է կատարվում Մայրաթորի դեմ։ Եվրամիություն թե ԵԱՏՄ, Ռուսաստանը զգուշացնում է, Բրյուսելը ընտրություն է պահանջելու, իսկ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա։ Եվրամիության խորհուրդը Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության մասին է հայտարարել, ինչ նպատակով է այն ծախսվելու։ Թրամփը խնդրել է Պուտինին, Պուտինն էլ համաձայնել է, ինչ որոշում կա ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Լրությունը որպես ուղերձ հասցեագրված եվրոպացի պատգամավորներին։ ԵԽԽՎ դահլիճում այսօր անսովոր ելույթ է հնչել։ Հայաստանի պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը սկսել է ելույթը լրությամբ։ Մի քանի վայրկյան նա պարզապես լուր կանգնել է ամբիոնի մոտ, ապա բացատրել։ Այդ լրությունը փորձ էր ցույց տալու համար, թե ինչ են զգում Հայաստանում, երբ միջազգային կառույցները լռում են։ Մենք նախաձեռնում ենք իմպիչմենթի գործընթաց եւ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ձերբակալվում է։ Լռություն։ Կառավարության պաշտոնյաները թիրախ են դարձնում անհատ լրագրողների եւ մի ամբողջ լրատվական գործակալությունների։ Լռություն։ Պատգամավորներին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կամ ձերբակալում են կամ արգելում բացակայել երկրից։ Լռություն։ Իմ ավելի քան 50 հայրենակից Հայաստանում զրկված է ազատությունից իր քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալով 19 բանտարկված է Բաքվում, զուտ հայ լինելու համար։ ԵԽԽՎ-ն նույն ամբիոնն է, նույն դահլիճը, նույն դրոշները, բայց հայկական խոսքը այլևս նույնը չէ։ Տարիներ շարունակ Հայաստանը այդ ամբիոնից խոսել է իրավունքների, պատասխանատվության, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ Արցախի ինքնորոշման մասին։ Այսօր նույն ամբիոնում ավելի հաճախ հնչում են խաղաղության օրակարգ, կարգավորվող հարաբերություններ ձևակերպումները։ 2018-ից հետո փոխվել է ոչ միայն Հայաստանի ներքին քաղաքականությունը, այլև արտաքին դիվանագիտական խոսույթը։ Դա ամենից տեսանելի է հենց ԵԽԽՎ ամբիոնում հնչող հայտարարություններում։ Ինչ է փոխվել հայկական դիվանագիտության լեզվում, ինչու է միջազգային հարթակներում աստիճանաբար լռության մատնվում այն օրակարգը, որի տարիներ շարունակ ձևավորել էր հայկական հետևողական աշխատանքի արդյունքում, Սեդա Մակարյանն է պատմում։ Հայաստանի իշխանափոխությունից հետո փոխվել է ոչ միայն ներքին քաղաքական լեզուն, այլև արտաքին դիվանագիտական խոսույթը։ Դա հատկապես տեսանելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։ Տարիներ շարունակ այդ ամբիոնը հայկական պատվիրակության համար եղել է պայքարի, իրավունքների պաշտպանության եւ Ադրբեջանի պատասխանատվության հարցը բարձրացնելու հարթակ։ Այսօր նույն ամբիոնից այլ լեզու է հնչում։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչները գրեթե չեն խոսում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին։ Փոխարեն ավելի հաճախ խոսվում է հայ-ադրբեջանական, այսպես կոչված կարգավորվող հարաբերությունների մասին։ Վերջին մի քանի տարիներին, մասնավորապես 44-օրյա պատերազմ կրած պարտությունից հետո, երբ հանկարծ պարզվեց, որ Արցախի հարցը թոք էր Հայաստանի Հանրապետության վզին եւ դրանից պետք էր հրաժարվել, կտրել այդ թոկը եւ այդ հարցում Նիկոլ Փաշինյանին օգնեց Ալիևը եւ Էրդողանը, իհարկե այս իշխանությունների խոսույթը փոխվեց եւ հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր միջազգային հարթակներում, լինի դա ԵԽԽՎ, լինի դա Դավոս, լինի դա այլ միջազգային հարթակ, այս իշխանությունները սազնարած Իլհամ Ալիև են գովում։ Խաչատրյանը հիշեցնում է, եթե նախկինում շեշտադրումը դրվում էր իրավունքների, պատասխանատվության եւ միջազգային իրավունքի պահանջի վրա, ապա այսօր գերակշռում է զգուշավոր, երբեմն նաեւ խուսափողական լեզուն։ Արցախի ինքնորոշման իրավունքը, որը տարիներ շարունակ հնչում էր որպես հիմնարար սկզբունք, փաստացի դուրս է եկել պաշտոնական խոսքից։ Եվրոպայի խորհրդի պես հայտնի միջազգային կառույց, որտեղ հնարավորություն կա ազգային ինքնությունը առաջ տանելու, շահերը առաջ տանելու, պետության անվտանգության եւ կայունության երաշխիքներ փնտրելու, այնտեղ մենք փնտրում ենք, շատ ճիշտ ասեցիք, այո, ներքին թշնամիներ, բայց ով է փնտրում այդ թշնամուն։ Փնտրում է Օմեգան։ Փոխվել է նաև խոսույթի տրամաբանությունը, եթե նախկինում Հայաստանը ԵԽԽՎ ամբիոնից պահանջում էր քաղաքական ու իրավական գնահատականներ, ապա այժմ փորձում է խուսափել սուր ձևակերպումներից, այսպես կոչված
խաղաղության օրակարգը չվնասելու համար։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական որոշում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մեծամասնության մասին է խոսքը, քաղաքացիական պայմանագրի վարքագիծ եւ ընդհանրապես խոսույթը ամբողջովին արտահայտում է իրենց վարած քաղաքականությունը եւ քաղաքական առաջնահերթությունների փոփոխությունը։ Զրուցակիցներս նկատում են այս փոփոխությունն ունի լուրջ հետևանքներ։ Միջազգային հարթակներում աստիճանաբար լռության է մատնվում այն օրակարգը, որը տարիներ շարունակ ձևավորվել էր հայկական դիվանագիտության հետևողական աշխատանքի արդյունքում։ Եվրոպայի խորհուրդը այնպիսին է, ինչպիսին կա, մի քիչ ավելի լավ, մի քիչ ավելի վատ, մի քիչ ավելի քաղաքականացված, մի քիչ ավելի ակնհայտ երկակի ստանդարտներով, այո, այդ ամեն ինչը կա, բայց հիմնական փոփոխությունը տեղի ունեցել այստեղ հայկական իշխանության մեջ, որտեղ չկա հայկական իշխանություն, կան մարդիկ, ովքեր ներկայանում են մեր անունից եւ կներեք, բայց վաճառում մեզ այն չափով եւ այնքան, որքան կարողանում են։ Այս համատեքստում падգամավորները խոստիցի փոփոխությունը դիտարկում են ոչ թե ոճի, այլ քաղաքական ընտրություն երկարաժամկետ հետևանքներով Հայաստանի միջազգային դիրքերի համար։ Հատկանշական է նաև ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, թե ԵԽԽՎ-ն ընդունել է իր առաջարկած բանաձևը հայ հոգևորականների վերաբերյալ։ Խաչատրյանի գնահատմամբ իրականում ԵԽԽՎ-ն դիվանագիտական ապտակ է հասցրել Հայաստանի իշխանությանը։ Սա խիստ քննադատություն էր դիվանագիտական ապտակեր Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որովհետև մարդիկ նշում են, ահազանգում են Հայաստանում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի մասին։ Նախկինում ԵԽԽՎ-ում մեկ դեպք է եղել, երբ հայկական պատվիրակության ներկայացուցիչների խոսույթը հակասել է իրար։ Զարուհի Փոստանջյանն էր հարց ուղղել երրորդ նախագահին, որը Հայաստանում արժանացավ բոլոր քաղաքական ուժերի քննադատությանը։ Մյուս բոլոր նստաշրջանների ժամանակ ըստ պատգամավորների հայկական պատվիրակությունը խոսել է հայկական շահի մասին եւ ոչ թե ոտնահարել դրանք։ Սեդամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ ԵԽԽՎ ամբիոնում Հայաստանի արտգործնախարարը վստահեցնում էր, որ Հայաստանում եկեղեցու նկատմամբ չկա որևէ ճնշում, քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Մայրաթորի դեմ պատճառաբանելով դատարանի որոշումը չկատարելը։ Բայց փաստաբանները պնդում են, որ սա արդեն ոչ թե դատական գործընթաց է, այլ միջամտություն եկեղեցու ներքին կանոնադրական կյանքին։ Խոսքը վեհափառը եւ եպիսկոպոսների մասին է, որոնք մասնակցել են կարգալույց հռչակելու որոշմանը։ Այս գործի շրջանակում ըստ իրավապաշտպանների հնարավոր է քրեական հետապնդում, խուզարկություններ Մայրաթորում եւ երկրից դուրս գալու արգելք։ Եվ այս ամենը եպիսկոպոսատ ժողովից օրեր առաջ։ Սա իրավական գործընթաց է, թե ճնշման մեխանիզմ, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել Մայրաթորի դեմ։ Քննչականի հաղորդագրության համաձայն վարույթը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելու եւ դրա չկատարմանը դրդելու փաստին։ Փաստաբանները պնդում են, որ դատարանը խառնվում է եկեղեցական կանոնադրությանը, կայացնում որոշում, որն իր տիրույթում չէ։ Ռուբեն Մելիքյանի խոսքով նախաձեռնված վարույթը վեհափառի եւ այն եպիսկոպոսների դեմ է, որոնք մասնակցել են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի կարգալույց հռչակելու որոշմանը։ Կարճ ասած, սրա հայտարարակ իրավականությունը, հակասահմանադրականությունը նրանում է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու գործերին։ Այս անգամ արդեն մի ակտի հետ կապված, որը բացարձակ հոգևոր նշանակություն։ Քրեական վարույթը նախաձեռնված է այնպիսի հոդվածներով, որոնք դասվում են ոչ ծանր հանցանքների շարքին։ Ընդհանուր իրավական սկզբունքներից մեկի համաձայն, առաջին անգամ նման արարք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման, այսինքն վեհափառին եւ եպիսկոպոսներին այդ վտանգը չի սպառնում, բայց այստեղ մեկ այլ ուղերձ կա, ասում է Մելիքյանը։ Ամեն ինչ արվում է, որ խափանվի ամենայն հայոց կաթողիկոսի բացարձակ իրավաչափ տնօրինությամբ նշանակված եպիսկոպոսատ ժողովը Ավստրիայում։ Այո, միանշանակ է դա։ Դա միանշանակից էլ միանշանակ է, այլ պատճառ էստեղ ես ուղղակի չեմ տեսնում։ Ինչպես են խոչընդոտելու, փաստաբանը կարծում է, քրեական հետապնդում է հայտարարելու դատախազությունը, որից հետո Մայրաթորում խուզարկություններ կիրականացնեն, եւ որպես գործի շարունակություն դատարանը կորոշի երկրից բացակայելու արգելք տալ վեհափառին ու եպիսկոպոսներին։ Այդ արգելքի հետևանքով եպիսկոպոսատ ժողովը հնարավոր է չկայանա, նշում է Մելիքյանը։ Տերտիրատուր քահանա Սարդարյանի խոսքով, եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումն ինչպես այժմ նաեւ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն։
Խոսքը վերաբերում է մեր եկեղեցու սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարության նկատմամբ համակարգային հարձակման մասին։ Պետությունը անտեսում է եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը, չի հարգում պետություն-եկեղեցի հարաբերությունների համար սահմանված հատուկ իրավական պաշտպանական շրջանակը եւ խախտում է պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքը, միջամտելով զուտ ներքին հոգեվոր բնույթի հարցերին։ Ասացին, գրավոր հարցում ուղարկեք։ Մայրաթորի տեղեկատվական կենտրոնից օրեր առաջ հայտնել էին, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում է անցկացվելու փետրվարի 16-ից 19-ին։ Այս որոշմանը դեմ էին արտահայտվել եպիսկոպոսները, որոնք միացել էին Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ընթանում են Հարավային Կովկասի վերաբերյալ 3+3 ձևաչափով արտաքին գործերի նախարարների մակարդակով երրորդ հանդիպման կազմակերպական աշխատանքները։ Ընտրում են հանդիպման իրականացման վայրը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում։ Վրաստանը դեռևս ձեռնպահ է մնում մասնակցությունից, բայց մենք անընդհատ ընդգծում ենք, որ նրանց համար դուռը բաց է, ասել է Լավրովը։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան հայտարարել է, որ Բրյուսելը պահանջելու է, որ Երևանը ընտրի Եվրամիություն թե Ռուսաստան։ Իսկ Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների համար։ Դիվանագետը հայտարարել է, որ փաստը մնում է փաստ, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնար է։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Այս հայտարարությանը զուգահեռ Եվրամիության խորհուրդը Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության մասին է հայտարարել։ Օգնության նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունները, կենտրոնանալով ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։ Այն նաեւ կբարձրացնի Հայաստանի դիմադրողականությունը եւ կարագացնի նրա զինված ուժերի փոխգործակցությունը միջազգային ռազմական առաքելությունների հետ, այդ թվում Եվրամիության կողմից տեղակայվողների։ Հայաստանի Հանրապետությունում մսի իրացման ոլորտում հիմնական խնդիրը շարունակում է մնալ ոչ թե սպանդանոցային ծագում ունեցող մսի վաճառքը առանց անհրաժեշտ անասնաբուժական վկայականների եւ դրոշմակնիկների։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Իսկ ABC մեդիայի հարցին, որը վերաբերում էր հանրային ուշադրության կենտրոնում հայտնված սուպերմարկետներում վաճառվող 4 կիլոգրամ կշռող հավին, մասնագետը պատասխանել է։ Մենք այդ խմբականակը հստակ ներմուծվածի վերաբերյալ վերահսկվում է, այդ 708 ստուգում, եթե չեմ սխալվում, մենք ունեցել ենք եւ մեծ մասը, քանի որ այդ շարմանոցների թունավորման դեպքերը եղավ հենց հավի մսի հետ կապված, մենք վերահսկողություն ունեցել ենք մեր ֆերմաներից, այսինքն բոլոր ֆերմաները, որտեղ որ թռչուն էին պահվում, մեր մասնակիցները եղել են, մենք ընդհանուր հավերել ունենք վերցած լաբորատոր տարած փորձաքննության, այսինքն որևէ խնդիր չկա, որը որ մտահոգի մենք խոսում ենք։ Ինչ կա, մենք միանգամից ասում ենք կա սալմոնելա, ասում ենք սալմոնելա է, կա լիստերիա, ասում ենք լիստերիա է, այսինքն նման խնդիր, որը որ հայտնաբերվի եւ աշխ փակվի դրա վրա, հավատացած եղեք, տեսչական մարմնի կողմից բացարձակ չկա։ Այսինքն քաղաքացիները կարող են վստահ լինել, որ անվտանգ են։ Վստահ։ Երևանում խնդիրները քիչ չեն՝ օդի աղտոտվածություն, խցանումներ, վատ ճանապարհներ եւ տրանսպորտ։ Ինչից են դժգոհ Երևանի քաղաքացիները։ Հունվարին անցկացված հարցման արդյունքները ներկայացրել է Գելապ ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Բնապահպանական խնդիրներից դժգոհել է հարցվածների 29.6%, մշտական խցանումներից 26.5%, ևս 22.6%-ը մատնանշել է վատ ճանապարհները, հարցվածների 16.3%-ը դժգոհ է աղբահանությունից, ևս 15%-ը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրը։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների 82%-ը կարծում է, որ 2025-ին Երևանում խցանումներն ավելացել են։ Քաղաքացիները դրական փոփոխությունների մասին են խոսել։ Ինչ դրական փոփոխություններ են մատնանշել երևանցիները, տեսանյութում։ Դրական փոփոխություններ ծրագրեր, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին 1 տարվա ընթացքում։ Եվս դե մի քանի պատասխան կարող են նշել։ 17%-ը նշել են նոր ավտոբուսների ներմուծում, նոր տրանսպորտային համակարգ, սա այն դրական
փոփոխություններն են, որոնք որ նկատել են մեր քաղաքացիները։ Ասֆալտապատում 12.7% է նշել, աղբավանության կազմակերպում 10.6%, բակերի բարեկարգում 10.1%, այգիների բարեկարգում 8.7% եւ կանաչապատ տարածքների ավելացումը 7.7%։ Խցանումներից բացի քաղաքում լուրջ խնդիր է նաև կայանատեղի գտնելը։ Ցերեկը կենտրոնում մեքենան կայանելը գրեթե անհնար է։ Խնդիրը քաղաքային իշխանությունը փորձում է լուծել կայանատեղիներ ավելացնելով, կարմիր գծի վճարը թանկացնելով։ Բայց աշխարհի շատ երկրներ հասկացել են, որ դա խնդրի լուծում չէ։ Կայանման ճգնաժամ, ինչպես են լուծել խնդիրն աշխարհում, Սվետլանա Պետրոսյանն է ուսումնասիրել։ Աշխարհի խոշոր ու զարգացած քաղաքները վաղուց են հասկացել. կայանատեղիների խնդիրը չի լուծվում կայանման նոր տեղեր հատկացնելով կամ դրանք մի քանի հարկանի դարձնելով։ Սա քաղաքային կառավարման առանցքային հարց է, որի լուծումներից մեկը, օրինակ, քաղաքի կենտրոն մեքենաների մուտքը արգելելն է։ Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ասիայում կայանման քաղաքականությունը կառուցվում է մի քանի հիմնական սկզբունքների վրա։ Քաղաքների կենտրոնում գործում են վճարովի եւ ժամանակով սահմանափակ կայանատեղիներ, որոնք նախատեսված են կարճատև կանգառների համար։ Որքան մոտենում ես կենտրոնին, այնքան բարձր է գինը, ծայրամասերում ավելի մատչելի է։ Շատ քաղաքներում ներդրվել է Park and Ride համակարգը։ Վարորդը մեքենան թողնում է քաղաքի մուտքերում գտնվող մեծ ավտոկայանատեղիներում եւ ճանապարհը շարունակում մետրոյով, ավտոբուսով կամ տրամվայով։ Այս մեխանիզմը թույլ է տալիս կենտրոնը պահել ազատ առանց խցանումների։ Մի շարք երկրներում կայանման իրավունքը սահմանափակվում է թույլտվություններով։ Թաղամասերում առաջնահերթությունը բնակիչներինն է, իսկ այցելուների համար սահմանվում են հստակ կանոններ։ Ճապոնիայում նույնիսկ մեքենա գնելը հնարավոր չէ, եթե չապացուցես, որ ունես կայանատեղի։ Որոշ քաղաքներ գնացել են ավելի խիստ քայլի։ Լոնդոնում, Միլանում եւ Ստոկհոլմում գործում է քաղաքի կենտրոն մտնելու վճար։ Լոնդոնում այս համակարգը գործում է արդեն շուրջ 20 տարի եւ թույլ է տվել նվազեցնել կենտրոնի խցանումները մոտ 30%-ով։ Քաղաքաշինական տեսանկյունից լայնորեն կիրառվում են բազմահարկ եւ ավտոմատացված կայանատեղիները, հատկապես այնտեղ, որտեղ հողատարածքը սահմանափակ է։ Սինգապուրում եւ Շանհայում այս համակարգերը համադրվում են խիստ վերահսկողության հետ, մեքենաների քանակը վերահսկելու նպատակով։ Շատ քաղաքներում կայանման քաղաքականությունը դիտարկվում է որպես գործիք վարորդների վարքագիծը փոխելու համար։ Բարձր գները, ժամանակային սահմանափակումները եւ կենտրոն մուտքի վճարները խթանում են այլընտրանքային փոխադրամիջոցների օգտագործումը։ Միաժամանակ ներդրումներ են կատարվում հանրային տրանսպորտի որակի բարձրացման ուղղությամբ։ Այս բոլոր մոտեցումները կիրառվում են ոչ թե առանձին, այլ միասին։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կայանման արդյունավետ համակարգ հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն զուգորդվում է հանրային տրանսպորտի զարգացման, կառավարման եւ տարածքային ճիշտ պլանավորման հետ։ Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցողը տարածաշրջանից դուրս գտնվող որոշակի ուժերի անօրինական միջամտությունների հետևանք է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով իսրայելական ռեժիմը փորձում է թույլատնել տարածաշրջանի երկրներին տարբեր սխեմաների միջոցով։ Իսրայելական ռեժիմի պատերազմ հրահրելու մտադրությունն ու ցանկությունը երբեք չի նվազել, համոզված է Արաղչին։ Իրան ու Թուրքիա Մեր անցյալ փորձը մշտապես ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները երբեք բարեխիղճ չի գործել։ Այդուամենայնիվ Իրանը առաջվա պես պատրաստ է դիվանագիտական բոլոր գործընթացներին։ Մենք կողմ ենք բանակցային գործընթացին, որը կլինի օրինական, ռացիոնալ, արդար, ազնիվ եւ մեր օրինական իրավունքները հարգող։ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ Իրանն անհապաղ եւ վճռականորեն կարձագանքի ցանկացած ագրեսիայի։ Փեզեշքյանը շեշտել է, որ Իրանը ողջունում է երկխոսությունը եւ չի ձգտում պատերազմի։
Իսկ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի եւ ուկրաինական այլ քաղաքների վրա։ ԱՄՆ նախագահն է նրան խնդրել գնալ այդ քայլին։ Դոնալդ Թրամփն ասել է, որ անձամբ է Ռուսաստանի նախագահին դիմել նման խնդրանքով, հաշվի առնելով, որ խստաշունչ դպրան պատճառով ռուսական հարվածները լուրջ խնդիր են ստեղծում ուկրաինացիների համար։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ զանգն իզուր չի եղել։ Եվ վերջում ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի մասին վավերագրական ֆիլմ են նկարահանել։ Ֆիլմը պատմում է Դոնալդ Թրամփի երկրորդ երթմնակալության արարողությանը նախորդող 20 օրերի մասին։ Սա առաջին դեպքն է, երբ գործող առաջին տիկինը նկարահանվում է նման վավերագրական ֆիլմում։ Մելանիա Թրամփը նաև եղել է ֆիլմի պրոդյուսերը։ Ֆիլմի պրեմիերայի ժամանակ տիկին Թրամփն ասել է, որ ցանկանում է ցույց տալ մարդկանց, թե ինչ է պահանջվում սովորական քաղաքացուց կրկին առաջին տիկին դառնալու համար։ Դոնալդ Թրամփն էլ կնոջ աշխատանքը հիանալի է որակել։ Together with like-minded leaders, we have a voice. Is it safe? It is safe. Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։